Վերադարձանք տաղավար սիրելի հեռուստադիտողներ, վայելեցինք երաժշտությունը, իսկ հիմա ժամանակն է, որպեսզի վայելենք երկար սպասված խոհանոցային հատվածը, որտեղ այո, մեզ բոլորիս այսօր սպասում էր անակնկալ եւ անակնկալն արդեն խոհանոցում է իմ շատ սիրելի գործընկեր Դավիթ Ծերունյանը, որոշել է նախաճաշ պատրաստել մեզ համար։ Դավիթ, ողջույն։ Որքան ենք մենք սպասում այս պահին մանե, որ ես հայտնվեմ խոհանոցում եւ ամբողջ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ արտերկրից մեզ դիտող հեռուստադիտողների առջեւ ցույց տամ, թե որքան վարժեմ, հմուտ ես դու խոհանոցում, այո, բայց կարծում եմ ամենաշատ այս հատվածին սպասում էր մեր գործընկեր Ռուբենը։ Ամենաշատը սպասում էր մեր գործընկեր Ռուբենը, բայց պիտի անկեղծ ասենք, որ Ռուբենի համար ես իրականում խոստացել էի մեկ այլ բան պատրաստել աղցան, ուստի այսօր այդ աղցանը չեմ պատրաստում, որպեսզի Ռուբենին չնեղացնենք, ողջույն Ռուբեն, փոխարենը կպատրաստենք իրականում շատ պարզ մի բաղադրատոմսով նախաճաշ, որը ես ինքս յուրաքանչյուր առավոտյան ստում եմ ոչ յուրաքանչյուր առավոտյան մանե, բայց հնարավորինս շատ փորձում առավոտները պատրաստեմ հենց այս նախաճաշը ինձ համար եւ երբեմն նաեւ ընկերներիս համար եւ հիմա նաեւ կասեմ թե ինչ բաղադրիչներ են մեզ պետք ամեն ինչ շատ պարզ է իրականում։ Ուզում եմ հասկանալ ինչու ես դու հաճախ նախընտրում հենց այս նախաճաշի տարբերակը։ Մանե, որովհետեւ շատ պարզ բաղադրատոմս է, շատ պարզ է պատրաստել, միևնույն ժամանակ շատ արագ է այս ամենը պատրաստել խոհանոցում, երկար ժամանակ չի պահանջվում եւ շատ համեղ է ու սննդարար եւ եթե այս նախաճաշը օրինակ առավոտյան 7-ին կամ 7:30 երբ արթնանում եք պատրաստեք եւ համտեսեք, ես ձեզ վստահեցնում եմ, որ առնվազն մինչեւ ճաշի ժամ, անգամ երբեմն մի փոքր ավել շատ հագեցած եք լինելու, առավոտը լավ է սկսվելու, ես այսօր չեմ նախաճաշել առավոտյան, որպեսզի այստեղ միասին պատրաստենք, դուք էլ փորձեք եւ վստահ եմ, որ կհամոզվեք ինքներդ։ Դե պատմիր, ինչ է մեզ անհրաժեշտ այդ շատ պարզ բաղադրատոմսը ստեղծելու համար։ Մենք պատրաստելու ենք բրուսկետաներ, գուցե այդքան էլ ճիշտ չանվանել, բայց պատրաստելու ենք բրուսկետաներ սաղմոնով, ավոկադոյով եւ կրեմ պանրով եւ շատ պարզ բաղադրատոմսը մեզ անհրաժեշտ է հացը կարող եք ընտրել ինքներդ, թե ինչ հաց եք ցանկանում, սովորաբար պիտի անկեղծ լինեմ, ես հնդկաձավարով հաց եմ նախընտրում, բայց չկարողացա երեք ժամանակին գտնել այսօրվա եթերի համար այդ հնդկաձավարով հացը, մանե ուստի մենք Դավիթ անգամ առավոտյան փորձել է գտնել այդ առավոտը ես փորձում էի, ստացվեց, բայց ոչինչ, մյուս անգամ կփորձենք հնդկաձավարի հացով, բայց դուք կարող եք սիրելի հեռուստադիտողներ ընտրել այն հացը, որը դուք եք նախընտրում։ Մենք հիմա օգտագործում ենք սովորական սպիտակ հաց, դրա հետ մեկտեղ մեզ անհրաժեշտ է ավոկադո, կրեմ պանիր, այսպես սերուցքային, շատ կարևոր է, որ նա լինի հենց կրեմ պանիր եւ չլինի հալվող պանիր, որովհետեւ համը այս դեպքում շատ կարևոր է։ Օգտագործելու ենք իշխանի ֆիլե, որը ապխտած չէ, այլ թույլ աղադրված է։ Եվ ես պիտի անկեղծ լինեմ մանե, որ շատերը իհարկե տարատեսակ ռեստորաններում, սրճարաններում համտեսում են այս նախաճաշի տարբերակը սաղմոնով է պատրաստվում, բայց անկեղծորեն պետք է նշենք, որ Հայաստանում հենց մեզ մոտ աճեցվող, արտադրվող եւ մշակվող իշխանը ոչնչով չի զիջում սաղմոնի ֆիլեին, երբեմն ճիշտ է եթե ասենք շատ ավելի համեղ է, այնպես որ նախընտրեք այո հայկական արտադրանքը եւ սա հենց մեր հայկական իշխանն է, որը շեշտում են, որ ապխտած չէ, թույլ աղադրված է։ Նաեւ պետք է կիտրոն եւ այսպես սերմերի միքս, որը կօգտագործենք վերջում զարդարելու համար։ Ամեն ինչ մտածված է։ Ամեն ինչ մտածված է, ամեն ինչ շատ պարզ է, ես կարծում եմ կարող ենք անցնել։ Այո, ես ուզում եմ տեսնել թե դու ինչպես ես աշխատում։ Ես տեսնել ինչպես ենք աշխատում։ Մենք թավան արդեն իրականում տաքացրել ենք մի փոքր եւ պիտի նաեւ անկեղծ լինեմ, որ տանը պատրաստելիս իհարկե շատ ավելի հարմար է, կարծում նաեւ շատ ավելի լավ է ստացվում, երբ դուք հացը փորձում եք տաքացնել ջեռոցում, ոչ թե թավայի վրա, բայց քանի որ մենք չունենք ջեռոց, մենք հիմա կօգտագործենք թավայի տարբերակը, ահա այստեղ մի փոքր կավելացնենք հիմա ձիթայուղ։ Շատ չէ։ Դավիթ, սիրում ես հաճախ լինել խոհանոցում։ Ես սիրում եմ, բայց մանե պիտի անկեղծ լինեմ, որ հուսով եմ այսօր այստեղ դա տեղի չի ունենա, բայց տանը շատ հաճախ այնպիսի խառնաշփոթ է խոհանոցում իմ խոհարարական հմտությունների ցուցադրումից հետո, որ երբեմն երբ մտածում եմ կարելի է ինչ-որ բան հիմա օրինակ պատրաստել խոհանոցում, հիշելով թե ինչ է կատարվելու եւ ինչքան ժամանակ է պահանջում այդ ամենը հավաքելու համար, ասում եմ դե լավ։ Գուցե այսօր, գուցե վաղ այդ ամենը անենք եւ ոչ թե այսօր։ Քո խոհանոցային փորձառության ընթացքում երբևէ եղել է կրակ թավայի մեջ։ Ոչ։ Որովհետեւ դա կնշանակի հրդեհ տանը, եթե կրակ թավայի մեջ դա շատ արագ կվերածվի հրդեհի տանը, դրա համար ոչ, ավելի էսպես պարզ, գիտես, մեխանիզմներ, մենք արդեն հացների դեպ ունենք այստեղ կտրատված, այսպես ցուցադրելու համար պարզապես փորձենք այսպես դնել եւ հուսով ենք, որ ահա, կրակը շատ ուժեղ չէ։ Այս ընթացքում կմաքրենք մեր ավոկադոն,
Հաճախ խոսում ենք, թե ինչպես է ավոկադո պետք ընտրել մեր եթերի ընթացքում։ Դու ունես քո ձևը ընտրելու, ինձ հետաքրքիր է։ Չէ, իրականում։ Դու չունես ձև ընտրել։ Իմ բախտը բերում է։ Դու չես սիրում ավոկադո, թե Ես սիրում եմ ավոկադո, բայց իմ բախտը բերում է։ Կարծում եմ իմ սերը այնքան շատ է ավոկադոյի նկատմամբ, որ բախտի բերմամբ միշտ չնայած նաև այնտեղ կա խնդիր, որովհետև ես սիրում եմ ամեն ինչ ոչ այդքան հասած, օրինակ մրգերի դեպքում էլ խակն եմ սիրում, եւ երբ նույնիսկ ավոկադոն լինում է ավելի խակ, ես պարզապես կարող եմ այդպես կիտրոնով իրեն խրթխրթալով ուտել։ Այնպես որ նույնիսկ վատ ավոկադոն կարելի է շատ համեղ վայելել։ Պատրաստել եւ փորձել։ Անգամ չպատրաստել, ուղղակի ուտել։ Փորձել։ Այդ դեպքում արի պայմանավորվենք, ես քեզ այն ինչ որ այն ամենահամեղ մասը որ միշտ կեղևի վրա մնում է, ես դա կփոխանցեմ քեզ։ Շատ լավ։ Կտրելուց հետո, շատ լավ։ Ես իրականում նաև մեր հեռուստադիտողներին խորհուրդ եմ տալիս ընտրել կարմիր ավոկադոն, կան տարբեր իհարկե տեսակներ, կան այն կանաչ մի փոքր այսպես ավելի տանձի տեսք ունեցող տանձի նման ավոկադոները, որոնք եւս վատ տարբերակ չեն, բայց կարմիր ավոկադոն, որը այսպիսի տեսք ունի, մի փոքր ավելի այսպես փոքր է եւ թեթև այսպես մուկ ավելի գույն ունի, նա շատ ավելի համեղ է, շատ ավելի հյութեղ է հաճախ լինում եւ շատ ավելի իրականում նպատակահարմար է նմանատիպ բաղադրատոմսերի դեպքում։ Ընտրելը եւս շատ պարզ է, կարող ենք նախ առաջին այստեղ ուշադրություն դարձնել, երբ հանում ենք այս փոքրիկ հատվածը ավոկադո ընտրելիս, եթե պոչիկային շատ հեշտ է դուրս գալիս, ուրեմն ամեն ինչ լավ է եւ կարող ենք օգտագործել։ Միևնույն ժամանակ նաեւ կարեւոր է շոշափել ավոկադոն եւ հասկանալ, որպեսզի այն չլինի շատ փափուկ, որովհետեւ եթե այսպես մատով կպնում ես եւ պարզապես միանգամից փոս է մնում շատ մեծ, նշանակում է այն արդեն չափից դուրս հասած է եւ պետք չէ օգտագործել։ Եթե չի ստացվում անգամ մի փոքր սեղմել, դա նշանակում է, որ խակ է։ Հիմա սա իդեալական մեր գործընկերների կողմից ընտրված ավոկադո է։ Հիմա պետք է կտրել եւ համոզվել քո ասածները։ Հիմա կհամոզվենք, ես վստահ եմ։ Ինչքանով են համապատասխանում ճշմարտությանը։ Ահա, խնդրեմ։ Ես վստահ եմ։ Տեսնում ես։ Շատ գեղեցիկ։ Գեղեցիկ եւ վստահաբար շատ հասուն։ Հիմա կփորձենք նաև կորիզը տարանջատել, որը միշտ չէ որ հաջողվում է։ Հիմա հաջողվեց բարեբախտաբար եւ լավ ստացվեց։ Ահա։ Ապրես Դավիթ։ Իդեպ ավոկադոն կտրելու նաև տարբեր եղանակներ կան, ես չգիտեմ դու գիտես։ Իսկ դու ո՞րն ես նախընտրում։ Ես հիմա քեզ ցույց կտամ, միևնույն ժամանակ պիտի տեսնենք, որպեսզի հացը մեզ մոտ չվառվի։ Ես հետևում եմ հացին։ Տես, ես նախընտրում այս տարբերակը, երբ վերցնում ենք ավոկադոն, հենց ավոկադոյի ներսում կտրատում ենք այսպես, զգուշությամբ ենք սա իհարկե անում, որպեսզի չվնասենք մատները, բայց քանի որ կարմիր ավոկադոյի կեղևը ավելի հաստ է, այդ խնդիրը սովորաբար չի լինում։ Այսպես կտրատում ենք մոտավորապես այս հաստությամբ։ Ստանալու ենք փոքրիկ խորանարդներ։ Այո։ Այսպես կարծում եմ վերևից երևում է։ Այնուհետև վերցնում ենք մեր ափսեն, որտեղ պետք է տեղափոխենք ավոկադոն եւ նայ այսպես պարզապես մտնում ենք, ահա, այսպես շարժումով պտտում ենք։ Սա կարելի է նաեւ իդեպ գթալի միջոցով անել։ Ես գթալով եմ հաճախ գթալով եմ անում, ես միանգամից դանակով եմ անում, որպեսզի ժամանակ ուղղակի չկորցնեմ։ Հասկացա, ինձ թվաց, որ մեկ գթալ ավելի քիչ լվանաս։ Ինչ։ Որ մեկ գթալ ավելի քիչ լվանաս։ Այո, մեկ գթալ ավելի քիչ լվանամ եւ շատ այսպես խառնաշփոթ չլինի։ Փորձում ենք այսպես մաքսիմալ այս ամենը վերցնել եւ տեղափոխում ենք արդեն ափսեի մեջ։ Ահա, ես մի փոքր այսպես շատ թողեցի ներսում, որպեսզի դու վայելես ընթացքում։ Իդեպ սա թերևս ամենահամեղ պահն է էլի հեռուստադիտողներ, մի փոքր կիտրոնի հյութ եք պարզապես ավելացնում։ Դու հասկանում ես ինչի մասին է արդեն խոսքը։ Հատկապես եթե սիրում եք կիտրոն, իմ դեպքում միշտ եթե կա ավոկադո, կիտրոնը շատ ավելին է ու հաճախ օգտագործում եմ լայմ, որը ավելի հետաքրքիր թթու համ է փոխանցում։ Շատ ճիշտ ես, մենք քանի որ լայմ չունենք, ես հիմա քեզ կառաջարկեմ կիտրոնով տարբերակը։ Ես դեմ չեմ հավատա։ Ահա, այսպես։ Բայց կարծում եմ մենք երկրորդ ավոկադոն էլ պիտի կտրատենք, որպեսզի մեր բրուսկետաների համար բավարար լինի։ Սա ավելացնում ենք այստեղ։ Սա դնում ենք մի կողմ, որովհետև արդեն կարծես թե պատրաստ է, վերցնում ենք երկրորդ նաև ավոկադոն։ Նորից կարող ենք ստուգել, բայց վստահ եմ, որ սա եւս բավականին հասած է եւ այդ խնդիրը մենք չենք ունենա, այո։ Մանե, ինձ հետաքրքիր է, դու առավոտյան հասնում ես նախաճաշել առհասարակ, թե ոչ։ Երբեմն փորձում եմ, բայց օրինակ այսօր հասել ես, թե գիտեիր, որ ինչով բան է սպասվում եւ ախորժակը Չեք հավատացելի հեռուստադիտողներ, թե մենք ինչքան ենք սպասել այսօրվան, երբ Դավիթը խոհանոցում կլինի ու կպատրաստի անմահական իր գաղտնիքներով լի բաղադրատոմսեր, որոնք իրականում շատ պարզ են, բայց քանի որ պատրաստում է Դավիթը մեզ համար սիրով լի, պատկերացնում եք ինչ համ կունենա, չէ՞ դա։ Ես պիտի նաև անկեղծ ասեմ, Մանե, որ այո, բաղադրատոմսերը կարող են իսկապես շատ պարզ լինել, բայց շատ կարևոր է, թե ինչ բաղադրիչներ եք դուք ընտրում այս բաղադրատոմսերի համար։ Դա թերևս ամենակարևոր բանն է, որովհետև շատ պարզ բաղադրատոմս, երբ ընտրում ես ինչ-որ հետաքրքիր բաղադրիչներ, կարող է իհարկե շատ ավելի համեղ դառնալ միանգամից։ Այ օրինակ հենց այս տարբերակը մենք ունենք շուկայում մեզ մոտ արկա իշխանի
ֆիլե, փապկամիս, որը աղադրված է բազուկով, ես հստակ տեխնոլոգիաները չգիտեմ ինչպես են արվում, բայց արվում է բազուկի միջոցով եւ ես հորդորում եմ մեր բոլոր հեռուստադիտողներին, այդ թվում նաեւ քեզ փորձել եւ կբացահայտես այսպես նոր համերը։ Որտեղից պետք է գտնեմ։ Ես կասեմ որտեղից կհուշեմ որտեղից է պետք գտնել, այո։ Կիտրոնը մեզ ընթացքում նաեւ իհարկե պետք կգա ամենավերջում, բայց այս ընթացքում նաեւ եւս կարծում շատերը գիտեն, կիտրոնը երբ ավելացնում են կիտրոնի հյութը ավոկադոյի վրա, այն օգնում է որպեսզի ավոկադոն չսևանա, եւ եթե կարեւոր է ձեզ համար մատուցման տեսքը, ապա ընթացքում հենց պատրաստելու ընթացքում կտրատելուց հետո պարզապես կիտրոնի հյութ եք ավելացնում ավոկադոյի վրա, այն չի սևանում։ Հետո մյուս մասը հյութի ավելացնում եք ձեր արդեն ընկերոջ համար, որը սպասում է անհամբեր, որ պետք է վայելի այս ավոկադոն։ Ես պահեմ այստեղ, թե հիմա փոխանցեմ քեզ։ Ինչպես քեզ հարմար է։ Արի ես հիմա քեզ այդ դեպքում ուրեմն փոխանցեմ։ Շնորհակալություն։ Ես չի ուզում քեզ չարչարել շատ։ Ոչ։ Ահա։ Պետք է հասկանալ, թե ինչպես քեզ փոխանցել ավոկադոն։ Ահա, արի փորձենք շատ մեծ, շատ գեղեցիկ ափսեով, մանա ես հիմա քեզ։ Մաղթում եմ բոլորին ունենալ Դավիթի նման հոգատար ընկեր եւ գործընկեր։ Կարծես թե մարդիկ հիմա կմտածեն ինչ տարօրինակ բան է, չէ՞, ինչու է սա մատուցվում, բայց ես վստահեցնում եմ ձեզ, որ իսկապես շատ համեղ է։ Ոայ, շատ համեղ է։ Եվ իհարկե մնացորդները պետք չէ նետել, որովհետև կարևոր է օգտագործել։ Կան մարդիկ, որոնք հիմա կվայել են սա այս ընթացքում, ինչ մենք շարունակում ենք մեր խոհանոցային հատվածը, խնդրեմ մանե։ Սրանք թափոն չեն, մնացորդներ չեն, շատ համեղ է։ Դու կվայել ես այս ընթացքում, ինչ ես շարունակեմ աշխատանքը։ Ինչ գեղեցիկ տեսք ունի Դավիթի փորած ավոկադոն, իրականում չի երևա այսպես ամբողջ գեղեցկությունը։ Բայց դու նկատում ես, չէ՞, որ ես հատուկ խիղճ խոհարար կարող է լինել, եթե այսպես դենն է դեր ավոկադոն, որովհետև կեսից ավելին կեղևի վրա։ Բայց ես դա հատուկ եմ արել, որպեսզի դու վայելես։ Սիրելի Դավիթ, շնորհակալ եմ անչափ։ Ես հենց հիմա կանեմ դա։ Ահա, սա արդեն մեզ անհրաժեշտ չէ, կարող ենք տեղափոխել այս կողմ։ Եվ առատ կիտրոնահյութ կա այստեղ։ Այո, եւ հիմա անցնենք արդեն միանգամից մատուցմանը։ Եվ այսպես վերցնում ենք մեր հացը։ Այսպես կարող ենք միանգամից տեղադրել։ Ահա։ Շատ պարզ է իրականում, նախ առաջին հերթին կարող եք նաև սխտոր օգտագործել, սիրելի հեռուստադիտողներ, քանի որ մենք այսօր պետք է եթերում աշխատենք, մենք սխտոր չենք օգտագործում, բայց հաճախ կարող եք հացի վրա պարզապես սխտորը քսել, այնուհետև ուղարկել ջեռոց կամ եթե օգտագործելու եք մեր պես թավայով տարբերակ, ապա միանգամից թավայում արդեն թեթև այսպես կարմրացնել հացի կտորները։ Իհարկե սխտոր ավելացնելու դեպքում այստեղ պիտի ողջունենք մեր գործընկերոջը Անուշին, ում խոհանոցը ես այսօր զավթել եմ, բայց նա եւս կփաստի իհարկե, որ այդ շատ անգամ փոքր քանակությամբ սխտոր կարող է հրաշքներ գործել, որովհետև բույրը եւ համը միանգամից փոխվում է, այնպես որ դուք անպայման տանը փորձելուց դա օգտագործեք։ Կրեմ պանիրը իդեպ եւս պետք է շատ քիչ անել, իհարկե կան մարդիկ, որոնք շատ են սիրում, բայց որպեսզի համերի բալանսը ավելի ճիշտ լինի եւ ամեն ինչ ավելի այսպես համահունչ եւ ներդաշնակ լինի, պետք է շատ չօգտագործել ուղղակի մի փոքր համի համար։ Ինչպես է ավոկադոն։ Շատ համեղ։ Շատ համեղ, ահա։ Դու այս ընթացքում նկատեցին, որ ես լուր էի, որովհետև վայելում էի։ Լուր պարզապես հետևում էի։ Մոռացել էի, որ աշխատում ենք հիմա եթերում։ Ման ինձ հետաքրքիր է դու ինչ ես պատրաստում, երբ ժամանակ ես ունենում եւ որոշում ես, որ պետք է նախաճաշես օրինակ այդ օրը եւ այդ ժամանակը կա նախաճաշելու։ Որպես այդպեսին նախաճաշ, քանի որ շատ քիչ եմ հասցնում անել, փորձում եմ միշտ, բայց դա չի ստացվում շատ հաճախ, հնարավորինս արագ ինչ-որ մի տարբերակ եմ ընտրում, բայց երբ կա ժամանակ եւ մտածում եմ ինչ կարելի է պատրաստել, շատ արագ օգնության են հասնում խոհարար ընկերները, գործընկերները, նաեւ այն մարդիկ, որոնք սոցիալական հարթակներում ֆուդբլոգինգով են զբաղվում եւ հետևում եմ նրանց, փորձում եմ այդ բաղադրատոմսերը գոնե մեկ անգամ հատկապես երբ մենակ եմ տանը եւ ոչ ոք չի համտեսելու եւ ասելու օ ինչ ահավոր էր ստացվել, փորձեմ։ Օրինակ օրեր առաջ ես պատրաստել էի գազար, մեղրով, սոյայի սոուսով եւ այլ համեմունքներով ջեռոցում եւ մատուցվում էր քամած մածունով այն հիմքի վրա։ Դա անմահական էր, Դավիթ։ Ես պատկերացնում եմ։ Եվ իդեպ քամած մածունը մի շարք շեֆ խոհարարների գաղտնի բաղադրատոմսն է իրականում շատ հաճախ ուտեստների մեջ, որոնցում չենք էլ պատկերացնում, օրինակ քամած մածուն կա կամ դրա կարիքը կա, այն ավելացնում են շատ փոքր քանակությամբ եւ միանգամից ամեն բան էլ ավելի, այո։ Ես պատրաստեցի այդ հիմքը Անուշի մեր գործընկեր բաղադրատոմսով, որը
նախորդ օրը պատրաստել էր, շատ համեղ ուտեստեր նա պատրաստել մեզ համար, լոլիկով եւ քամած մածունով, կրկին պանիրով սերուցքային ու այդ տարբերակների փորձել, իրականում շատ համեղ էր ստացվել։ Երբեմն նաեւ օգնության են հասնում տարատեսակ հետաքրքիր կայքերը, որտեղ շատ էսթետիկ նկարներով տեղադրված են բաղադրատոմսեր ու փորձում եմ պատրաստել։ Սիրում եմ շատ պատրաստել պաստաներ տարբեր սոուսներով, որովհետեւ առհասարակ շատ սիրում եմ պաստա։ Ես հասկացա, որ հաջորդ անգամ դու պիտի խոհանոցում լինես, որովհետև գիտես կարելի է պատրաստել պաստա։ Այո։ Սերուցքային Եվ ես վստահ եմ, որ շատ համեղ կլինի, արի պայմանավորվենք, որ հաջորդ անգամ ես կլինեմ այդտեղ նստած, դու կլինես խոհանոցում։ Եվ ես քեզ կմատուցեմ ավոկադո։ Այո, եւ դու մատուցես ինձ ավոկադո։ Անպայման։ Պայմանավորվեցինք։ Մենք այս ընթացքում մեր տոստ արված արդեն հացերին ավելացրեցինք ավոկադոն։ Իհարկե սա եւս ըստ քանակության կարող եք որոշել սիրելի հեռուստադիտողներ, թե որքան եք ուզում։ Ես եւս փորձում եմ շատ չանել, որպեսզի այդ համերի ճիշտ նուրբ համադրությունը պահպանվի եւ կան մարդիկ, որոնք մի քանի տարբերակ են նախընտրում, կան մարդիկ, որոնք թողնում են հենց այսպես, կամ կարող են նաեւ պատրաստել գվակամոլե, որը գիտեք այդ հատուկ հյուսն է, այսպես ասված, որ ավոկադոից պատրաստվում է շատ համեղ, բայց քանի որ մենք հիմա այդքան ժամանակ չունենք, պարզապես օգտագործում ենք ավոկադոն, կարող եք այսպես թեթև պարզապես կտրատել հենց միանգամից հացի վրա, որպեսզի այն ել ավելի մանրանա եւ ել ավելի հեշտ լինի այս ամենը իհարկե վերջում ուտելը, այսպես, նույնը անում ենք այստեղ։ Դավիթը ոչ միայն պատրաստում է, այլ նաև կիսվում է գաղտնիքներով, թե ինչպես կարելի է շատ արագ դարձնել պատրաստման ընթացքը։ Խնդրում եմ նաև հաշվի առնեք, որ մենք այս ընթացքում զրուցում ենք, եթե չզրուցենք, բնականաբար տանը պատրաստելու դեպքում շատ ավելի արագ կլինի ամեն ինչ։ Եթերից առաջ Դավիթն ասաց, որ ընդամենը 3 րոպե է պետք իրականում պատրաստելու համար եւ կարող ենք շատ հանգիստ զրուցել այս ընթացքում։ Այո։ Ինչն էլ անում ենք, բայց շատ կարևոր է, որ դու ոչ միայն պատրաստում ես, այլ նաև գիտես գաղտնիքներ, որոնք կիրառելու դեպքում ավելի արագ է դառնում, ավելի համեղ է դառնում, ավելի օգտակար է դառնում բաղադրատոմսը եւ շատ շատերի համար կլինի նաև պատճառներից խուսափելու հիանալի առիթ, երբ ասում են դե ժամանակ չկար նախաճաշելու։ Դավիթն ասում է ինչպես կարելի է գտնել ժամանակ։ Շատ իսկապես շատ արագ կարելի է այս ամենը պատրաստել, մանավանդ հաշվի առնելով, որ եթե որոշ բաներ նաև երեկոյան նախապես պատրաստվեն, ապա առավոտյան էլ ավելի հեշտ կլինի իրականում եւ ժամանակ անգամ չեք կորցնի սիրելի հեռուստադիտողներ եւ կարող եք շատ արագ պատրաստել։ Մենք արդեն մոտենում ենք կարծես թե ավարտին, հիմա արդեն ժամանակն է, որպեսզի մեր իշխանի ֆիլեն ավելացնենք մեր տոստերի վրա, իրականում սա եւս իհարկե ըստ նախասիրության, ով որքան կցանկանա եւ կնախընտրի, ես սիրում եմ իրականում իր ձուկը շատ է լինում եւ ավելի արտահայտիչ է ձկան համը, մանե դու սիրում ես ձուկ։ Այո։ Ահա, այսինքն քեզ համար պատրաստողում եւս պետք է ձուկը շատ։ Ջրում ապրող բոլոր կենդանիներին ես սիրում եմ։ Շատ լավ, ուրեմն հիմա կանենք հնարավորինս շատ, որքան որ կտեղավորվի այստեղ մեզ մոտ, ահա, այսպես։ Նույնը անում ենք այստեղ։ Շատ բարդ է իրականում այսպես անել, ես տանը պատրաստելով ամեն ինչ ձեռքերով եմ անում, հաշվի առնելով, որ մենք հիմա եթերում ենք, փորձում եմ մի քիչ ասպես ավելի գեղեցիկ անգամ այս տեղափոխման անել, բայց քեզ մոտ հիանալի ստացվում է։ Դե ոչ այդքան գուցե, բայց իհարկե ձեռքերով աշխատելը խոհանոցում կարծում եմ իդեպ յուրաքանչյուր շեֆ խոհարար դա կփաստի, նաև այն շեֆ խոհարարները, որոնք մեզ մոտ են հյուր գալիս, որ դա իհարկե ամենաճիշտ մեթոդն է։ Շատ հաճախ հենց շեֆ խոհարարներն են ասում, որ ձեռքերով պատրաստելու ընթացքում այդ էներգիան նաև մատների միջոցով փոխանցվում է ուտեստին եւ ել ավելի սիրառատ է դառնում տվյալ ուտեստը։ Ահա։ Տես գրեթե արդեն ամեն ինչ պատրաստ է, սա եւս կարող ենք դնել այստեղ, արդեն մեզ անհրաժեշտ չէ։ Վերջում թերևս ամենաարդեն կարևորը ավելացնում ենք պարզապես կիտրոնի հյութ, ես նախընտրում եմ հենց այսպես կիտրոնը պարզապես օգտագործել, առանց մինչև այդ ուղղակի օգտագործել եւ առանձնացնել հյութը, այսպես տեղում պարզապես ավելացնում ենք։ Դու սիրում ես, որ շատ թթու է լինում, թե այսպես չափի մեջ։ Խնդրում եմ, մեկը շատ թթու։ Շատ թթու, շատ լավ։ Ուրեմն քո դեպքում անում ենք ել ավելի շատ։ Ահա, այսպես։ Ավելացնում ենք մեր կիտրոնի հյութը եւ վերջում արդեն ավելացնում ենք վրայից սերմերը, սրանք պարզապես թե իհարկե մատուցման համար են, բայց նաև շատ առողջարար են եւ հրաշալի միջոց է այսպիսի սերմերի միքսը պարզապես վերջում ուղղակի այսպես ավելացնել, որպեսզի էլ ավելի գեղեցիկ լինի ամեն ինչ։ Եվ կարծես թե վերջ մանե։ Ինձ մնում է
շտապել այդտեղ, բայց մինչ այդ ասել շնորհակալություն։ Խնդրեմ։ Սիրելի Դավիթ, քո խոհարարական գաղտնիքները մեզ պատմելու եւ իհարկե այս համեղ նախաճաշը պատրաստելու համար։ Խնդրեմ նաև ուշադրություն դարձնես, որ ես հետևեցի մեր գործընկերոջ Անուշի խորհրդին, փորձեցի պատրաստելու ընթացքում նաև խոհանոցը հավաքել, որպեսզի հետո այդ ամենը չանել եւ ավելի դժվար չլինի, բայց ահա խնդրեմ, մատուցման տարբեր ձևեր կարող են լինել իհարկե սիրելի հեռուստադիտողներ, բայց սա թերևս ամենաարագ տարբերակն է համեղ հագեցնող նախաճաշ ունենալու առավոտյան։ Շնորհակալություն Դավիթ։ Իսկ մենք շարժվենք առաջ սիրելի հեռուստադիտողներ, փոքրիկ ընդմիջում, որից հետո կլսենք երաժշտություն, իսկ ես կվայելեմ իմ այսօրվա նախաճաշը։